Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցել եմ մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանի հետ, պարոն Քոչարյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Քոչարյան, եթե ամփոփենք այս ընտրությունների արդյունքները ինչպիսին էին ձեզ համար, շատերը ասում են հաղթել է ընդդիմությունը, շատերը ասում են հաղթել է իշխանությունը, ոմանք էլ ասում են սա ոչ ոքի էր եւ որևէ մեկը չի հաղթել, խնդրեմ։ Տեսեք, եթե գլոբալ մոտենանք հարցին, հաղթել է ընդդիմությունը, որովհետև այն խախտումները, այն ճնշումը, որը իշխանությունը օգտագործել է նախընտրական պայքարի ժամանակ, նախընտրական արշավից առաջ, լռության օրը, ընտրությունների օրը եւ ընտրություններից հետո, կարող է միանշանակ ուրեմն պնդել, որ ընդդիմությունը հաղթել է իշխանությունը պարտվել է։ Բայց մի բան է հաղթել ընտրություններում, մյուս բան է պահպանել հաղթանակը, այստեղ իշխանությունը շատ ավելի արագ կողմնորոշվեց, եւ Գիշերվա մասին եք խոսում։ Այո, գիշերվա մասին եմ ասում, արեց այն քայլերը, որոնք լավ կլիներ անել ընդդիմությունը, որովհետեւ պարզ էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը ժամը 2-ին հայտարարում է, ուրեմն ասուլիսի մասին կամ ելույթի մասին, պարզ էր, որ ինքը հայտարարել է իր հաղթանակի մասին։ Այսինքն մինչև դա արդեն ընդդիմությունը որոշակի հայտարարություններ պետք է աներ, միգուցե հավաքեր ժողովրդին ինչ-որ միտեղ նշային ընդդիմության հաղթանակ, ինչպես անում են շատ ու շատ եվրոպական երկրներում, բայց դա չարվեց, տեմպը կորցրեցին եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հաղթանակի մասին, չնայած բոլորս հասկանանք, որ այն ժամանակ բավականին շատ ընտրատարածքներում դեռ հաշվարկը գնում էր եւ երբ որ դու հայտարարում ես հաղթանակի մասին, եթե այդ ժամանակ հաշված է ընդհանրապես 10%-ը, ուրեմն կրկին որոշակի կասկածներ կան, որովհետև կարելի էր սպասել մինչև, չգիտեմ, ժամը 3-4-ը ունենալ որոշակի այլ տվյալներ եւ դրա մասին ասել։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանը օգտագործեց նույն մեթոդը, որը օգտագործել էր իր հոգևոր հայր Լևոն Տեր-Պետրոսյանը 56 թվականին, երբ որ ընտրությունները նոր էին ավարտել, չգիտեմ, ինչ-որ կարճ ժամանակ անց Լևոն Տեր-Պետրոսյանը շամպայնի բոկալով դուրս եկավ եւ սկսեց ինչ-որ տոնել իր հաղթանակը։ Դրա համար սա տեխնոլոգիա է, սա ընդունված մեթոդ է եւ սրա դեմը պետք է առնել։ Ինչքան հիմա շարունակվում է process-ը, այդքան կոնկրետ ընտրությունների հետ կապված արդյունքների, այսպես ասենք, հոգեբանական մասում առավելություն գալիս է իշխանության մոտ։ Օրինակ դրականը մի կողմ դնենք, Նիկոլ Փաշինյանը սիրում է դե ֆակտո դե յուրե խոսել, հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է դե ֆակտո պարտությունը դարձնել դե յուրե հաղթանակ։ 96-ի հետ, որ զուգահեռ տարեք, նաև ընդդիմության գործողությունները պետք է զուգահեռենք եւ ասենք, որ ընդդիմությունը պետք է փողոց դուրս գար այդ օրը եւ պայքարեր։ Իսկ ոչ թե հաղթանակ տոնելու իմաստով, այլ հստակ փողոցներ լցնելու, ցույցեր անելու, հայտարարելու, որ այս ընտրությունները կեղծվում են։ Գիտեք, այն որ ընտրությունները կեղծված են, դա արդեն ընտրությունների օրը ժամը 07:59-ին մինչև ընտրությունները սկսելը պարզ էր, որովհետև այն ինչ որ կատարվել էր նախընտրական արշավի ժամանակ, օրինական ժամկետի մասին եմ խոսում, մինչև դա եւ լռության օրը արդեն բավական էր ասել, որ ընտրությունները ոչ լեգիտիմ են, այսինքն ընտրությունները կասկածելի են եւ տեսեք ինչ շարունակվեց ընտրության օրը կրկին խանգարում են շտաբերի աշխատանքներին, մարդկանց են կալանավորում եւ այլն, այսինքն ամբողջ ընտրական գործընթացը ինքը ոչ լեգիտիմ էր եւ պետք էր հստակ հայտարարություններ տալ դրա մասին։ Նայեք, իմ կարծիքով երբ որոշ ընդդիմադիրներ սպասել են նրան, որպեսզի տենան արդյունքները, որովհետեւ աննախադեպ մասնակցություններ համեմատած նախորդ ընտրությունների հետ եւ երևի թե մտածեցին, որ եթե այդ մասնակցության այդ բանը կա արդեն մոտավորապես 1.5 միլիոն, որտեղ հաշվարկները այնպեսին են, որ եթե 1.5 միլիոն լինի, ապա ուրեմն ընդդիմությունը հաղթում է եւ երևի մտածեցին 1.5 միլիոնը կա, հեսա կբացենք եւ այլն կտեսնենք ինչ է կատարվում, բայց այնտեղ որոշակի բաներ հաշվի չառան, որ երևի իշխանությունն էր նախատեսել եթե այդպիսի բան լինի, դիմեն որոշակի գործողությունների եւ դիմել են իհարկե, որպեսզի իրենք ստանան իրենց ուզած պատկերը։ Բացի իրենց այդ ամեն ինչով հանդերձ պետք է դա էլ ֆիքսել, որ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասենք, ԿՊ-ն առաջինն է, բայց ԿՊ-ն հաղթանակ չի տարել։
49.8 կարծեմ տոկոսն իրենք հավաքել եւ իմ կարծիքով էլի հիմա անդիմության անելիքն է, որովհետեւ հիմա վերահաշվարկով Նիկոլ Փաշինյանը փորձել է ձգել մինչեւ 50+։ Ինչի պատճառով, որովհետեւ 50+-ը մի բան է, 49-ը ուրիշ բան է։ Ներկա պահին մենք կարող ենք ֆիքսել, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդից որևէ մանդատ, որևէ գործողության վրա չի ստացել եւ Նիկոլ Փաշինյանը զուտ սահմանադրության մեջ ֆիքսված ֆոկուսների պատճառով ունի, չգիտեմ, 61 մանդատ, հա, ներկայային կամ կարող է ավելի շատ ունենա, կարող է մի քիչ ավելի քիչ։ Այսինքն մենք ունենք այնպիսի մի սահմանադրական վիճակ, որ մարդ կարող է նույնիսկ 40% հավաքել, բայց ունենան մեծամասնություն պարունակում։ Փաստորեն մենք կարող ենք շատ տարօրինակ բան ֆիքսել, հա, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը չունի մեծամասնություն ընտրությունների արդյունքում, հա, կոպիտ ասած ժողովրդի 50.2%-ը չընտրեց Նիկոլ Փաշինյանին, բայց ունի մեծամասնություն իր շնորհիվ սահմանադրական ինչ-որ օրենքների պատճառով։ Եվ այստեղ կրկին եմ ասում, ընդդիմությունը, որ ընդդիմությունը ասում, դա ընդդիմությունը տարբեր է իհարկե, բայց ամեն մեկի իր մասը ոչ միայն երեք ուժեր, էլի ինչ որ ընդդիմություններ ունենք, հա, որոնք պետք է այդ բաները ֆիքսեն։ Այդ բաները պետք է ֆիքսեն, որպեսզի ցույց թողեն Նիկոլ Փաշինյանը շարունակի, հա, կրկնում իր դե ֆակտո պարտությունը բերի հասցնի դե յուրե հաղթանակ։ Լավ, հիմա ընդդիմության գործողություններին հերթականությամբ անդրադառնանք, նախ այդ գիշերը, եթե ընդդիմությունը ասում էր, որ մենք հաղթել ենք, տոնում էր հաղթանակ, հետո մարդիկ ասում են, լավ, առավոտը լույսը բացվելու էր, ԿՀ-ն հրապարակելու էր արդյունքները եւ տեսնելու էինք, որ ընդդիմությունը իրականում չի հաղթել։ Ըստ այդ արդյունքների դա ինչ էր տալու ընդդիմությանը։ Տոնել հաղթանակ, ձևավորել սպասելիք, հետո գալու էր հիասթափության փուլ։ Մենք շատ ենք սիրում համեմատել Մոլդովայի հետ, հա, ընտրությունները եւ երևի ամբողջ ընտրաշավը խոսում ենք մոլդովական սցենարների մասին։ Ուրեմն Մոլդովայում, քանի որ հետևել եմ ընտրություններին, 50%-ն էին հաշվել պրոտոկոլների եւ այդքան էլ լավ վիճակ չէր Սանդուի համար, կայքը սկսեց չաշխատել։ Չաշխատեց, ես իմ ինչ-որ բան, այնուհետև երբ որ սկսեց աշխատել, ստացան Սանդուի համար 50% պլյուս, չգիտեմ, 0.1, 0.2, ինչ-որ մի հատ պատկեր, դա ֆիքսեցին եւ ասեն, ահա, հաղթել է, Եվրոպական միությունն հետևից մտավ, ասեց, ապրի Սանդուն, կեցե շնորհավորում ենք եւ այլն։ Այսինքն բոլորի համար բացահայտ է, որ որոշակի process է տեղի ունեցել հենց գիշերը։ Հիմա ինչ տիպի է տեղի ունեցել, դա անդիմությունը պետք է մի հատ նստի եւ վերլուծի, բայց այն որ ԿԸ-ն սկսեց թվեր տալ 70%-ից սկսած, հետո իջավ 58, հետո իջավ 52, հետո իջավ մոտարապես 50.7, 50.8, ու մեկ էլ ստոպ, հա, հետո Նիկոլ Փաշինյանը դուրս է գալիս ասում է ես հաղթել եմ, հետո դրանից հետո ԿՀ-ն ասում է դե կներեք, գնանք քնենք ժամը 9-ին տվյալները կլինի բանման, այսինքն ինչ որ մի բան տեղի ունեցել, նկարչություն է տեղի ունեցել, որոշ տեղեր ընտրական հանձնաժողովների, նախագահների, քարտուղարների ներգործություն է եղել, ուղղակի ինչ որ դուբլ համակարգեր են ստեղծվել, հա, եւ ռուսերեն կոչվում է սլաժվենիա, հա, այսինքն բան են արել, հարմարեցել են, որ ստանան իրանց բանը, սա էլի այդ ամեն ինչը կարող է լինել, կարող է եւ չլինել, բայց այն որ ֆիքսենք երկրի ղեկավարը 10%-ը չհաշված կանգնում ասում է ես հաղթել եմ, այնուհետև ԿՀ-ն երբ որ հաշված էր 220,000 ձայն 1.5 միլիոնից մասնակիցներից գնում է ինչ-որ արձակուրդ սկսում է տվյալները նորմալ չտալ 6 ժամվա ընթացքում ընտրություններից հետո եթե չեմ սխալվում Երևանից 3 թե 4 ընտրատարածք են ընդհանուր բազայի մեջ հայտնվել, հա, 4-ը սա հարցեր է առաջացնում, որի պատասխանները, այսպես ասեմ, եթե Նիկոլ Փաշինյանը լիներ ընդդիմություն, հիմա ինքը Եվրոպական միությունը, չգիտեմ, մնացածները հում կերել էին իշխանություններին, հա, այստեղ ինչ-որ բացահայտ ներգործության կամ բացահայտ մուխլոժի բաներ ունենք վերջին պահին բանակի մասնակցություն, էլի անհասկանալի է դա ինչը, ես էլ եմ ասում, հիմա վերահաշվարկ է գնում, բայց լավ իմանալով, որ այս կենտրոնական տրական հանձնաժողովը որոշակի բաներ ժառանգել են նախորդների աշխատանքից, հա, իսկ ոչ միայն Հայաստանում ընդունված է բոլորը գիտեն, որ վերահաշվարկ կարող է լինի, սովորաբար իշխանությունը մի քանի տեղ ուրեմն բաներ է անում ի վնաս
իշխանության հաշվարկների մեջ սխալներ է ցույց տալիս, որpիսի հետո որոշակի տեղեր վերահաշվարկը սկսի, անդիմությունը իր մասով գտնում է ինչ-որ սխալներ, ու հետո այդ ընտրատարածքը վերաշարժ ասում վայ, բայ իշխանությունն էլ է բան եղել, տեսեք, քվիտ ենք էլի, Հա, հիմա այդպես էլ ասում են։ Հիմա իշխանականները մեկնաբանում են, ասում են շատ լավ է վերահաշվարկ եք անում, դրա շնորհիվ մեր ձայներն են ավելանում եւ շուտով մենք 50+ ենք ունենալու։ Վերահաշվարկից նայեք, ես անձամբ իմ օրինակով կարող եմ ասեմ, ես երկու ընտրատարածքում այսպես ասեմ, որոշակի հարցեր է ուզում հասկանալ ինձ համար, որովհետև այն ընտրատարածքը, որտեղ ես միշտ քվեարկել եմ, վերջին, չգիտեմ, երևի բաներին փոխել էին, բարձրացնում են 300 մետր վերև։ Մենք միշտ քվեարկել ենք մի մանկապարտեզում, հետո մենք բոլորս գնացինք այդ մանկապարտեզը, մտածեցինք այնտեղ է լինելու, պարզվեց վերևն է, եւ մեզ ոչ մեկ չի ասել որտեղ է լինելու ընտրությունը, որովհետև առաջ մեզ թուղթեր վեր ծանուցում էր գալիս, որ պետք է քվեարկենք այստեղ։ Եվ 100 Նույնը ես կարող եմ փաստել։ Հարյուրավոր մարդիկ եկել են, մտել են, քայլել են, հասել են այդտեղ դուռը նայել են, ցուցակի մեջ չկան։ Ջղայնացած կամ գնացել են, բարձրացել են վերև 300 մետր, ընդ որում տարեցների համար բավականին բարդ էր։ Ընդ որում բարձրանում ես այդ մանկապարտեզ, դռան վրա ես հետո ձեզ կարող եմ նկարը ցույց տամ, էլի անտեսանելի ձևով նշած է բան, ընտրատարածքի համարը։ Այսինքն, եթե դու դարպասներից չմտնես եւս 30 մետր քայլես դեպի դպրոց մանկապարտեզի դուռը, դու չես հասկանա, որ դա ընտրատարածք է։ Այսինքն, սա արվում է, ես ինքս էլ կարող եմ փաստել, որ Թող շարունակեմ, երբ որ սկսեցի այդ բաներով զբաղվել ընտրական հանձնաժողովի նախագահներին, ես բան չտեսա, դիտորդ չտեսա այնտեղ։ Ես համարի թե վստահված անց չկար տարածքում, հա, առնվազն այդ քվեարկության սենյակում իրենք շատ քիչ են եւ վերևի եւ ներքև, ես չգիտեմ այդ բանին իրենք ուր են եւ ինչ են։ Հիմա հարց է առաջանում, իսկ ինչքանով են անկախ եղել ընտրական հանձնաժողովների ղեկավարները վստահված անձինք, հատկապես մարզերում, հատկապես այն քաղաքներում, որտեղ իրենք մասնակցում են ընդդիմության անունից 5 տարին մեկ անգամ, իսկ այնուհետև շարունակում են բնակվել այդ համայնքում, արդյոք իրենց ճնշել են, արդյոք իրենց շահագրգռել են, արդյոք իրենց հետո ասել են մի կողմ քաշվեք կամ կստորագրես այդ բանի տակ, որտեղ ես էլ եմ ասում, ես վերաբերում եմ ընդդիմության վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամներին, հատկապես հանձնաժողովների ղեկավարներին, քարտուղարին եւ այլն, որովհետեւ ես ես մի հատ ուղղակի սիտուացիա բացատրեմ, որ դուք ապրում եք համայնքում, հա, անցնում է, չգիտեմ, 5 տարի առաջ ու դունեք ինչ-որ լիցենզիա եւ այլն, էլի ընտրական հանձնաժողով ներգրավելու, ասում է 5 տարի, նու արդյունավետ ինչ-որ փող աշխատելու տարբերակել է օրինական աշխատավարձով բանը, իրենք ստանում են, էլի։ Ու դու սկսում ես ինչ-որ մանգալ միտեղ, որտեղ քեզ կվերցնեն որպես քարտուղար, տեղակալ, չգիտեմ, ղեկավար։ Բայց դու ապրում ես տվյալ մարզում, անընդհատ ապրում ես տվյալ քաղաքում կամ տվյալ գյուղում։ Ինչ որ մի ընդդիմադիր ուժ ասում է դե լավ էլի այստեղ այնտեղ չեն գնեմ, որովհետև շատերը այդքան ռեսուրս չունեն, որ ամենտեղ իրենց վստահված լավ իմաստով վստահված մարդիկ ունենան, վերցնում են իրան աշխատանքի եւ կարող է այդ մարդու վրա ճնշում լինի, ԱԱՑ-ի, ոստիկանության, դատական համակարգի, շահագրգռել եւ թերացումը չէ, եթե այդպես է։ Նախ ասենք, որ ընտրություններին մասնակցել են խոշոր ուժեր։ Գոնե երկու դաշինք, որոնք պետք է ունենային իրենց համար այդ։ Դու կարող ես հաղթել, բայց դու կարող ես քո հաղթածը չպաշտպանել։ Այսինքն այստեղ պետք է մի հատ ես էլ եմ ասում, եթե ես իմ օրինակով չտեսնեմ, որ վստահված անձինք չկան, դիտորդ եկավ վերջին պահին, հա, ուրիշ ինչ որ հարցով ինքը բան արած, երկու խոշոր ընտրատարածքներ մեր մոտ էլի, որտեվ ես հանձնաժողովի նախագահին մոտենում եմ ինչ որ բան է փորձում բացատրել, արդյունավետ կարային դիտորդներ վստահված անձինք մոտենային, ասային, չնայած ես բեյջ բանի մոտ կար, հա, բայց ես առանց բեյջի այդ բան, բայց գրպանումս կար, հարցնեն դու ով ես, դու ինչ ես, դու ես եկել խոսում եւ այլն, ոչ մեկ բացարձակապես չկար, ոչ ընդդիմությունից, ոչ բանից։ Այսինքն հասկանալի, որ շատ չկենտրոնանանք այս թեմայի վրա։ Չէ, պետք է կենտրոնանանք, որովհետև հիմնական իմ կարծիքով խախտումները եղել են այնտեղ։ Այսինքն, եթե դու չես կարողացել, եւ դա խնդիր է երևի, այսքան տարիների ընթացքում ստեղծես նվիրված մարդկանց համակարգ, հա, մենք գիտենք իշխանությունը խանգարել է, մենք գիտենք իշխանությունը հայակվեի օթերը փակել է որպես դիտորդական առաքելություն։ Բայց նրանք վստահված անձիկ էին այս ընտրությունների ժամանակ։ Իրենք վստահված անձիկ են, բայց դիտորդներ չեն, որտեղ ինձ թվում է որպես դիտորդ իրենք շատ ավելի պրոդուկտիվ կլինեն իշխանությունը իմանալով դա բան արեց։ Այսինքն ծակեր կան, որտեղ ենթադրենք ընդդիմությունը չի կարողացել լիարժեք ամբողջապես։ Սա ընդդիմության թերացում է։ Խոսքը գնում է ոչ ընդդիմության, որոնք անցել է պարլամենտ, նաև որոնք չանցել են պարլամենտ, որտեղ բազմաթիվ ինչ որ բաներ կար։ Իհարկե Տիտղոսայեկի
անդիմությունը իներ իրավունք նշանակել նախագահներ տեղակալներ, հա, ոչ դիտողոսակիրը վստահված անձանց եւ դիտորդների թեմայով պետք է նորմալ աշխատել։ Էլի եմ ասում, տեղեր կան, այդ թերացումը եղել է, իշխանությունը շատ լավ իմացել է, որտեղ ինչ կարելի անել եւ երևի արել է։ Ես էլ եմ ասում։ Հիմա սա մի փուլն էր, որ այո կա այդ տեսակետը, որ գուցե վստահված անձինք, հանձնաժողովի անդամները ընդդիմության այդքան էլ հավատարիմ չեն եղել, բայց կա նաեւ մեկ այլ տեսակետ, այդ թվում նաեւ ոչ բոլորը այսպես ասենք, որտեղ բան չանենք, որտեղ մարդիկ եղել են իրենց կյանքը ապագան վտանգի տակ են դրել եւ այլն։ ովքեր որ այդպես իրենց կյանքը ապագան վտանգի տակ են դրել, նրանք պնդում են եւ հավաստիացնում են, որ այդ փուլում չեն տեղի ունեցել կեղծիքները, ասում են այդ փուլում հստակ արձանագրությունը կազմվել է, ամեն ինչ ճիշտ եղել, արդար է եղել եւ արդեն երբ այդ թղթերը տեղափոխվել են կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ պետք է մուտքագրվել, եւ մենք իսկապես տեսնում ենք, որ նաեւ մեծ խնդիրը հենց այնտեղ է, որովհետեւ թղթի վրա այլ թիվ է գրված, մուտքագրվել է լրիվ այլ թիվ։ Հիմա կենտրոնական ընտրական հանձնաժողովից հավաստիացնում են, որ դա պարզապես մարդկային գործոնի սխալի հետևանք է, այսինքն թիվը սխալ է, բայց երբ տեսնում ենք այդքան համատարած հավանականություն կա, որ դա պարզապես կարող էր ինչ-որ սխալ լինել։ Դա միտումնավոր, հստակ կեղծված տվյալներ են, պարոն Քոչարյան։ Դուք չեք թողում ես միտքը ավարտեմ, ես ավարտեմ այն ինչ որ ես ասում։ Շատ լավ։ Պարզապես մենք 30 րոպե կարող է այդ թեմայից խոսել։ Ավելի լավ է այդ մի թեման բանանել, որ անգնել հետքի հետևից, քան, չգիտեմ, տարբեր թեմանից։ Ուղղակի բացատրեմ։ Ինչեր պետք հավաքվել ժամը 8-ին, ժամը 9-ին հրապարակում։ Տեսեք, եթե դու հավաքվում ես, սա ընդունված պրակտիկա է, սա տարբեր երկրներում ընտրական process-ների մեջ ընդունված տեխնոլոգիաներից մեկն է։ Դու ժամը 8-ին 9-ին հավաքվում ես հրապարակում, տոնում ես հաղթանակդ։ Դու որ տոնում ես հաղթանակդ, այն մարդը, որը այնտեղ դիտորդ է, հանձնաժողովի նախագահի ղեկավար է, ինքը հասկանում է, որ ինքը հաղթել է։ Ինքը արդեն իշխանություն է, եւ երբ որ ինչ-որ մեկը գալիս է իրան ինչ-որ բան պարտադրելու, պահանջելու, ստիպելու, սպառնալու, ինքը շատ ավելի հանգիստ ու շատ ավելի անկախ է խոսում եւ իր գործունեության մեջ էլի, որտեւ ինքը արդեն իշխանությունն է, իշխանությունը ինքն է եւ այստեղ այդ հնարավոր, էլի եմ ասում, միգուցե չեն եղել այդ ընտրախախտումները կամ ներգործությունները, բայց դու դա զրահացնում ես այդ ռիսկերը։ Դա դրանով էլ է օգնում, որովհետեւ հետո իսկ եթե դու ընտրական հանձնաժողովի ղեկավար ես, տեղակալ ես, քարտուղար ես, վստահված անձ ես ու Նիկոլը ժամը 2-ին խոսում ասում է ես հաղթել եմ ու իրան գալիս են ասում են գեշո հաղթել է։ Հա այդ մարդը նաև ընկճվում է, այսինքն ստեղ բաներ կան, որոնք արժեր անել նույնիսկ ոգևորելու համար այդ մարդկանց։ Հիմա կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետո ինչ կնկարեր, հա, դա արդեն իր հարցն է։ 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը ունեցել է 21%, բայց հայտարարել է հաղթանակի մասին։ Սա ընտրական տեխնոլոգիա է, սա process-ներ են, որոնք լինում են եւ բոլորը կարելի է օգտագործել կամ չօգտագործել։ Դա այսինքն դու կարող ես ընտրել կարճ ժամանականոց ստրատեգիա, կարող ես երկար ունենալ։ Ինչի ընդդիմությունը չի գնում այդ տեխնոլոգիաների կիրառմանը։ Ես հույս եմ դուք կանչեք ընդդիմության ներկայացուցիչներին։ Ես փորձագիտական եմ, իմ գործս բացատրելներ, իմ գործս հիմա էլ է բացատրել, ասել ինչ է, ոնց է եւ ինչ կարող է անել։ Գալով այս փուլի սխալներին, տեսեք, ընդդիմությունը հիմա հայտարարում է երկու քայլի մասին։ Մեկը, որ վերահաշվարկ, որը արդեն տեղի ունենում, երկրորդը դիմել սահմանադրական դատարան վիճարկելու։ Արդյոք սա չի նշանակում, որ իրենք իրենց գործողություններով իրենց վստահությունն են հայտնում այդ մարմինների նկատմամբ, այսինքն դարձյալ գնում են սպասելու օրինականության ճանապարհով, մտածելով, որ այդ մարմինները կվերականգնեն արդարությունը։ Շատ լավ։ Դուք հաստատեցիք այն ինչ որ քիչ առաջ ասացի, հարցից առաջ, այսինքն կա կարճաժամկետ ստրատեգիա, կա երկարաժամկետ ստրատեգիա։ Լինում են պահեր, որ կարճաժամկետով չի ստացվում, հա, բոլորը դա պատահում է, բոլորն են անսխալական չեն եւ այլն։ Հետո ուրեմն կա երկարաժամկետ։ Երկարաժամկետը իր մեջ ներառում է վերահաշվարկ, այսինքն օրենքով նախատեսված բոլոր հնարավոր մեթոդները, պրոցեդուրաները, ծանրական դատարան դիմել, համոզված եմ, որ երկու տեղն էլ, այսպես ասենք, հաջողության համարյա զրոյական ձգտում, այնուհետև արդեն որոշակի գործողություններ սկսել, անել կամ չանել ըստ սահմանադրական դատային որոշման։ Մենք մի բան պետք է հասկանանք, որ նույնիսկ OBS-ի էդիտորները, հա, ԵԱՀԿ-ի, իրենք են, շա երևի թե մեկ էլ 2000-ականների ժամանակ էր, որ ԵԱՀԿ-ն ասում էր խախտումների մասին էր խոսում, հա, որտեվ եթե իրանք խոսում են խախտումների մասին, չնայած ընդհանուր իրանք նորմալ իշխանության համար նորմալ բան են տվել եզրակացություն, դա միջանկյալն է։ Բայց որ արդեն խոսել են, դա նշանակում է, որ նրանք խայտարակ ձևի են անցել, այսինքն իրանք դա ասում են։
ԱՊՀ-ի դիտորդները սկզբից ԱՊՀ-ի դիտորդները շատ լավ սկզբից ստորագրում են ասում են ամեն ինչ օքեյ է, հետո բոլոր ռուս դիտորդները ԱՊՀ-ի դելեգացիայի մեջ ասում են սա խայտարակություն է եղել, այսինքն Ինչու ի նախնական ասուլիսում ասում ընտրությունները անցել են ազատ, արդար։ ԱՊՀ-ն շատ տարբեր կառույց է, հա, եւ տարբեր երկրներից է կառուցված, հա, եւ բայց էլ եմ ասում հաջորդ օրը ես նկատել եմ 3-4 հոգի Ռուսաստանի ներկայացուցիչներ, իրենք իրենց առանձին կարծիք են ասել, բոլոր դիտորդական առաքելությունների մեջ կա ընդհանուր եւ կա առանձին հատուկ կարծիքներ հայտնելու, իրենք այդ բանը հայտնել են բոլորը ասում են, որ այստեղ ինչ-որ խնդրեմ է եղել ընտրությունների, հա, եւ սա իհարկե պետք է ֆիքսվի, ամեն դեպքում Սահմանադրական դատարանը մենք գիտենք ում համար է որոշում ընդունել, բայց դա էլ է ծանր նստելու իր վրա եւ ես չեմ շնորհ որ փորձագետները գասել, սա միգուցե Նիկոլի հաղթանակ է լինի, բայց Պյուրոսյան հաղթանակ է լինի, այսինքն ստեղից Նիկոլը դուրս է գալիս ոչ թե ուժեղացած, ինչքան էլ շատերին կարող է թվել, այլ բավականին թուլացած, նույնիսկ այն ընտրությունների արդյունքով, որով ինքը այսպես ասենք փորձում է հրանցնել հասարակությանը, այլ եմ ասում, այստեղ էլ ինքը որոշակի խնդիրներ ունի եւ այստեղ էլ անդիմադիրները պետք է որոշակի բաներ ֆիքսեն, այլ եմ ասենք հիմնականը ֆիքսել այն, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդից մանդատ չի ստացել։ Լավ, հիմա այս փուլում բացի դա անդիմադիրների հստակ գնահատական տանք այս գործողություններին, երբ որ դիմում են Սահմանադրական դատարան, դուք ասում եք հավասար է 0-ի հավանականությունը մոտ է, որ Սահմանադրական դատարանը կհամարի, որ ընտրությունների արդյունքները կեղծված են եւ կնշանակի նոր ընտրություններ։ Հետեւաբար, ինչ պետք է աներ այս փուլում ընդդիմությունը։ Եմ ասում, հիմա ընդդիմությունը պետք է, ելեմա, կարճաժամկետ չի ստացվել, պետք է մտածեն միջանկյալ ու երկարաժամկետի, որովհետեւ այսպես ասենք, որոնք են այդ քայլերը։ Պետք է մտածեն գնալ պարլամենտ, մանդատները վերցնել, թե չվերցնել, շարունակել իրենց պայքարը, անցնել փողոցային ինչ-որ պայքարի, անցնել, չգիտեմ, իմպիչմենտի պրոցեդուրաներին, բայց դա լինելու է կարծեմ օգոստոսին, երբ որ առաջին նիստն է լինելու։ Մեկ տարի հետո նոր կարող են իմպիչմենտ անել։ Որ ինչ էլ ուզենան կարան անեն, պրինցիպի օրենքի սահմաններում իհարկե, բայց որոշակի գործողությունների տեղ կա։ Միգուցե Սահմանադրական դատարանը չի ճանաչում, որոշում են փողոցային շարժում սկսել եւ այլն, այսինքն սա արդեն իրենց որոշելիքն է, ես ուղղակի ասեմ, ինչ կարելի է անել, չի արվել, բայց էլի շատ բան կարելի է անել եւ ռուսերեն էլի ասեմ в долгую, հա, կարելի է աշխատել։ Տեսեք, մինչեւ հիմա Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել որոշակի երկրների ղեկավարներ։ Օրինակ Ռուսաստանը։ Ոչ միայն Ռուսաստանը, օրինակ ԱՄՆ-ն, հա, Թրամփի մակարդակով չի շնորհավորել։ Բայց Վենսի մակարդակով շնորհավորանք եղել է, ողջունել է նա։ Վենսի Ռուբիոյի կարծեմ էլի։ Չի շնորհավորել Էրդողանը, չի շնորհավորել Ալիևը, չի շնորհավորել Իրանի ոչ թե նախագահ, որը երկրորդական անձ է Իրանում, հա, այլ այաթոլլան չի շնորհավորել, հա, այսինքն կորածը այս բանի։ Նա կորածը բաց իր անունից ինֆորմացիան գնում է եւ ինքն է միջ հիմա համարվում Իրանի ղեկավարը, այսինքն շատ երկրներ կրկին սպասում են շատ երկրներ հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության վրա մեծ հարցական է դրված եւ սա ասեմ շատ ցավալի է, որովհետեւ լեգիտիմության խնդիր ունեցող երկրի ղեկավարը շատ ավելի հեշտ է ընկնում ճնշման տակ, ազդեցության տակ, քան մարդը, որը լեգիտիմ ընտրվել է, որովհետեւ նույն եվրոպացի որոնք հիմա դոշ են տալիս Փաշինյանի համար, կամ նույն Թուրքիան, կամ նույն Ադրբեջանը, որ օժանդակել են Փաշինյանի ընտրությանը, իրենք ասում են ընկեր, մենք չնենք, հա, դու հիմա ուր ես եւ բոլորն են տեսել այդ process-ը եւ ԵԱՀԿ-ի այս միջանկյալ զեկույցները այդ ճնշման լեգիտիմության վրա ազդեցության բան, որովհետեւ մի բան է որ դու 70%-անոց տղա ես եւ իրոք ժողովուրդը քեզ սիրում է ու քեզ ԵԱՀԿ-ն կամ եվրոպական միուսն ինչ որ բան կարող է պահանջի, մի բան է որ դու լեգիտիմացվել ես բացարձակապես ոչ լեգիտիմ վիճակից արտաքին ուժերի կողմից եւ այստեղ դու դառնում ես իրենց խամաչիկը կողմից։ Պարոն Քոչարյան, հիմա տեսեք, դուք ասացիք որոշ երկրներ սպասում են վերջնական ընտրությունների արդյունքներին, ազդեցիկ երկրներ, բացի վրացիներին հասկանալի է, վրացիները Նիկոլը վրացիները Նիկոլը խոստացել է, որ չերեզին ձեզ ամերիկացիների հետ բան կանեմ, կբարիշացնեմ եվրոպացիների ու այտենց հույսերը կապել են Նիկոլի։ Նիկոլ Փաշինյանի ման չհամբերեցին եւ շատ շուտ շնորհավորեցին, բայց հիմա լավ գալով այդ ծերացած մեծ տերություն։ Վրաստանի ղեկավարը ընտրության արդյունքները չկան, հաշվարկը դեռևս նոր է սկսել, հա, վարչապետ, ուր է շնորհավոր։
Ու շնորհավորում է Սաղլոմե Զուրաբիշվիլիից հետո, որի հետ իրանք, այսպես ասենք, հակառակորդներ են։ Թշնամիներ են, հասկանում եք, դե այդ ինչքա վրացիների խղճին թող մնա, ու տեսեք Նիկոլ Փաշինյանը ասում է, Մակրոնի հետ են խոսացին, Մակրոնի ինչ գործն է։ Ոչ պաշտոնապես, ոչ պաշտոնապես։ Բայց Մակրոնի ինչ գործ, դե թե Նիկոլ Փաշինյանը ասել է, ես խոսացել եմ, դա դառնում է պաշտոնական։ Մակրոնի ինչ գործն է, որպեսզի ինքը իր քիթը մտցնում է, ուզում է հասկանալ ընտրությունների արդյունքները ոնց է, ինչ է եւ այլն։ Որովհետեւ նա հստակ այստեղ ասաց, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին, որ նրանք ընկերներ են։ Ահա, հիմա ով է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում այդքանից հետո։ Պարոն Քոչարյան, հիմա տեսեք, դուք ասում եք սպասում են լեգիտիմության, այսինքն տեսնեն լեգիտիմ է թե ոչ։ Մենք կարող ենք այլ ձևակերպել եւ ասել սպասում են Հայաստանի ընդդիմության գործողություններին, այսինքն մեծապես ընդդիմությունից է, չէ՞ կախված, ի վերջո այս ընտրությունները կհամարվեն լեգիտիմ թե ոչ։ Ու հիմա գալով հաջորդ հարցին ընդհանուր կպատասխան։ Ես միանգամից այդ հարցին պատասխանը շատ կարճ է, եւ սպասում են եւ չեն սպասում, որովհետեւ արդեն իրենք բոլորը հասկացել, որ ընտրությունները անցել են ոչ լեգիտիմ եւ ընտրված ղեկավարը լեգիտիմության խնդիր ունեն։ Հիմա անդիմությունը կա թե չկա այս հարցում, դա արդեն ուրիշ հարց է, բայց կոնկրետ այդ խոշոր երկրները արդեն Ռուսաստանը բարձրագույն մակարդակով խոսել է աննախադեպ խախտումների մասին, խոսել է լեգիտիմության խնդրի մասին եւ դա ինքը օգտագործել է անկախ նրանից անդիմությունը հիմա կոնկրետ ինչ-որ գործունեություն անելու է, թե չի անելու։ Նույնն էլ Եվրոպական միությունը արդեն իրանք ցույց են տվել Նիկոլին, որ դու ինքեր խախտումներ ես արել, հա, արդեն Տրամպեն ցույց են տվել, որ բարձրագույն մակարդակով անցել է, չգիտեմ քանի օր, որևէ շնորհավորանք չկա, նույն Տրամպը, որը ընտրությունների ընտրախախտում արեց, հա, եւ բացարձակ բանարից սատարեց Նիկոլ Փաշինյանին, իր Twitter-ով հիշում ենք բոլորս, էլի։ Այդ երկրները Ալիևն է ուզում հասկանա այս մարդը սահմանադրական մեծամասնություն հավաքումա, թե չի հասկանում, այսքան խնայել է Նիկոլին արժե թե ոչ։ Դրա համար եմ ասում, այստեղ խոշոր կենտրոնները անկախ ընդդիմության գործունեությունից արդեն որոշակի գծեր իրենց ու Նիկոլի միջև հարաբերություններ գծել։ Հիմա տեսեք, բայց այնուամենայնիվ, եթե ընդդիմությունը վիճարկում է սահմանադրական դատարանում, ես սա որպես մի տեսակետ եմ ասում, չեմ ասում որքանով է ճիշտ, որքանով է սխալ։ Վիճարկում է սահմանադրական դատարան, սահմանադրական դատարանը ասում է, ոչ ընտրությունների արդյունքները արդար են եւ մնում են անփոփոխ։ Հետո ընդդիմությունը որոշում է, նույնիսկ եթե հաշվի առնելով, որ կարող է ազգային ժողովը ինչ-որ բաներ փոխել, որոշում է մանդատները վերցնել, գնալ եւ այդ խորհրդարանը այնուամենայնիվ ձևավորվում է։ Հիմա սա արդյոք այդ պետությունների համար ազդակ չէ, որ այստեղ ներսում հարցը կարգավորվեց, այսինքն ընտրությունները դարձան արդեն լեգիտիմ։ Այս խորհրդարանը ձևավորվեց, դարձավ լեգիտիմ։ Հետո այդ պետությունները բնականաբար արդեն սկսելու են համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ եւ ամեն ինչ գնալու է իր հունով։ Առաջին հայացքից կարող է, հա, որովհետեւ բայց պետք է հասկանան համոզված եղեք սահմանադրական դատարանը այնպիսի որոշում է կայացնելու, որը եւ նալին է խփելու եւ մեղին է խփելու։ Այսինքն սահմանադրական դատարան որոշակի վերապահում իրեն պահելու է, ինչպես դա եղավ 2012 թվականին, որ ինչ-որ որոշում ընդունեցին, որ օքեյ է, բայց մի տարի հետո ինչ-որ մի բան կարելի է անել։ Սա մեկ։ Երկրորդը դեմները սահմանադրական հանրաքվե կա, որը պետք է նոր սահմանադրություն պետք է ընդունվի, այսօր կարծեմ Սրբոյ Գալյանը կրկին խուսափեց հրապարակել սահմանադրական բանը, այսինքն այստեղ խնդիր արդեն կա, որովհետև էլ եմ ասում Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք ուզում են հասկանան ինչ է եղել, իրանք հասկանան, որ այն արդյունքը, որը իրենց խոստացվել է, չի արվել, եւ հիմա Նիկոլ Փաշինյանի վրա այդ հանձնարարությունը դրած է, ու ինչ ուզում անի, այդ բաները ստանա։ Սրբոյ Գալյանը ներողություն, մեկ մեջբերում անեմ։ Ես արդեն հասնում ենք մանդատների թեման եւ այստեղ երկընտրանք է։ Ես իմ անձնական կարծիքը ասեմ, ես մանդատ չէի վերցնի, բայց ես մանդատ չէի վերցնի այն պայմանով, որ ոչ մեկ չէր վերցնի։ Ընդդիմադիր դաշտ։ Ընդդիմադիր։ Մենք հիմա ունենք 3 հատ ընդդիմադիր ուժ, իմ կարծիքով Գագիկ Ծառուկյանը անցնելու ամեն դեպքում խորհրդարան, որոնք ունեն, եթե չեմ ասում, 500-ից ավել տեխնացու։ Որևէ մեկը կարող է գարանտիա տալ, որ 500 ավել տեխնացուների մեջ չեն լինի 6 հատ Իշխան Զաքարյան կամ Գեգամ Նազարյան։ Իհարկե ոչ։ Հա, եւ սա արդեն խնդիր է առաջացնում։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը 6 ձայնը քերում է, ինչ որ ձև, հա, ինքը ստանում է սահմանադրական մեծամասնությունը։ Մյուս հարցը, եթե իրանք մանդատները ամեն դեպքում վերցնում են, այստեղ իմ կարծիքով էլի աշխատանք կա անելու։ Մանդատները պետք է ստանան մարդիկ, որոնք բացարձակապես
այս իշխանությունների հետ որևէ գործարքի չեն գնալու։ Եթե այդ մարդկանց մեջ կան ինչ-որ սլաբոյ զվենյա, հա, պարտադրեն, որ հրաժարվեն մանդատից, շանտաժով, բանման, այդ մարդկանց ուղղակի պետք է բացատրել, ասել շնորհակալություն, նորմալ է, բայց մենք այս պահին մեզ պետք է մի խորհրդարան, որտեղից անդիմություն, որտեղից Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մեկ ձայն չկարողանա վերցնել, որովհետև հիշեցնեմ, եթե երկու ձայն ինքը վերցնում Կարծում Բարգավաճ եթե անցնում երկու ձայն կողքից ինքը վերցնում, ինքը այդ 3/5-րդն է ստանում եւ մի շարք կարևոր պաշտոնների նշանակում կարող է անել, եւս 6 ձայն ինքը սանդրական մեծամասնություն է ստանում։ Այսինքն, տեսեք, Նիկոլի համար ոչ մի բան չի ավարտվել, նոր է սկսում, որտեղ էլ եմ ասում, ինքը համոզում էր արտաքին պարտներներին եւ բոլորին, որ ինքը կունենա սանդրական մեծամասնություն, ինքը նույնիսկ մեծամասնություն չստացավ ընտրություններում, բայց էլ եմ ասում, այդ սանդրական ժողովրդության պատճառով ինքը 60-ից ավել մանդատ ստանում է։ Եվ իրենց ասում են ընկեր ուրա։ Այսինքն իր խաղը ստեղ է, ընդդիմության խաղն էլ այնտեղ։ Հիմա եթե ընդդիմությունը կարողանա այդ խաղը խափանի մանդատները վերցնելով եւ համոզված լինի, որ որևէ մի մանդատ կողքը չի գնա, հա, միայն այդ դեպքում վերցնի, այսինքն մանդատը։ Միայն այդ դեպքում, որտեղ վստահ է, որ երկաթը ցուցակ ունի։ Ստե ուրիշ խնդիր կա, եթե չի վերցնում։ Նրանք բոլորս ասում ենք, հա, էլի, եթե ինքը մանդատը վերցնում է, երևի ճանաչում անդրուսներ եւ այլն։ Էլի կարելի է որոշակի վերապահում դնել մանդատները վերցնելուց։ Բայց եթե դու չես վերցնում, ու դու համոզված ես, որ իշխանությունները օրենք չի ընդունում, որ եթե այս 3 ուժը չեն վերցնում մանդատները, ապա անցնում են մյուս 3-ին, որովհետև ներկայային իշխանությունը ունի սանդրական մեծամասնություն, հա, կարող է այդ օրենքը արագ փոխել ու հետևից, չգիտեմ, Գուրգեն Սիմոնյաններ, Արամ Սարգսյաններ եւ այլն։ Դա կարծես ոչ թե օրենքով կարող են անել, այլ սահմանադրական դատանի մեկնաբանությամբ, այսինքն նախագահը դիմում է սահմանադրական դատանի եւ սահմանադրական դատանը։ Անաջան, տեսեք, իր ձեռն է։ Բայց իդեպ սահմանադրություն փոխելն էլ է կարծես պարոն Քոչարյան, ներողություն, ես կարող հիմա սահմանադրական ընտրական օրենք փոխի, ավելացնի մի հատ կետ, որ եթե այդ 3-ը չեն վերցնում, հա, մյուս ուժերին են գնում, այդ հարցը տենց է լուծում։ Այդ եթե ասում եմ այն բաները, որ paragam եթե իրենք չեն վերցնում մանդատները, դա մեկ։ Երկրորդը էլ եմ ասում, աննախադեպ ճնշում կարող է։ Մի բան է, երբ որ դու վերահսկում ես 25 падգամավոր կամ չգիտեմ 11 падգամավոր ու 5 падգամավոր, մյուս բանը, երբ որ դու պետք է գարանտիա ունենաս այդ ցուցակի մեջ այդ 220 հոգին կամ 250 հոգին, որ դու գրել ես, որ իրանք բոլորը չեն գնա որևէ գործարքի, չես կարող այդպեսի գարանտիա տալ։ Իրոք չես կարող, որովհետև ընտրական այլ վերադառնելով վեր սիրած թեմեն, հանձնաժողովի նախագահներ, տեղակալ քարտուղարներ, եթե որոշ տեղերում դու չես կարողացել բան անես, ապահովագրես, որ իրենք իշխանության հետ որևէ գործարքի չգնան, ստեղ էլ եմ ասում, արժանի մարդիկ էլ կան, բայց մարդիկ էլ կան, որ չգիտես։ Հիմա մենք բոլորս մտածում ենք, որ իշխան Զաքարյանը նորմալ ընդդիմադիր է, Գեգամ Նազարյանի մասին ընդհանրապես խոսք չկար, ընդդեմից ինչեր էր անում Նիկոլ Փաշինյանի հետ, բայց իրավիճակը փոխվում ու բանը փոխվում։ Մյուս դիտանկյունից նայենք, եթե մանդատները տրամաբանորեն զուտ հաշվարկով ավելի հեշտ է վերահսկել քո 25 падգամավորներին, հա, քան քո 250 հոգին, որոնք ցուցակի մեջ են գրված, էլի։ Դրա համար էլ եմ ասում, մանդատները եթե վերցնելուց լինեն, պետք է այն մարդկանց վերցնեն, որոնք թույլ տեղ չունենան։ Սա հասկացանք։ Խոշոր բիզնեսմեններ չլինեն, իրանց վրա ինչ-որ կամրամատ չլինի։ Խոշոր բիզնեսմենին էլ ուզում եմ կամ արդեն որոնք ապացուցել են, որ իրենք իրոք այս, չգիտեմ, 4 տարվա պայքարի ժամանակ տուդասյուդա գնացողներ չեն։ Այդ մարդիկ կան, այդ մարդիկ է թողով անցել են։ Հայաստան դաշինքի պարագայում դա շատ ավելի հեշտ է, որովհետև մեծ մասը անցել է այդ պայքարի բանով եւ եթե մինչեւ հիմա չի կոտրվել, չի ընկճվել, ուրեմն արդեն իրենց հետ բաց է։ Բայց նաեւ փաստեցիք, որ մեկ կորուստ ամեն դեպքում տվել են անցած խորհրդանի ժամանակ։ Դե այդ ով բերել է իրան, ներկայացրել է Հայաստան դաշինք ու հիմա ինքը ուրիշ տեղակ տեխնոլոգիության զբաղվում ինքն թող դրա պատասխանը տա։ Փարկասո այդ մարդը հիմա Հայաստան դաշինքի համար Խոսքը Վայ Հովհաննիսյանի մասն է, որը ընդունել է իր սխալը այս մասով, պարոն Քոչարյան, հիմա տեսեք, շատ կարճ նաև մյուս տեսանկյունը դիտարկենք, եթե չեն վերցնում մանդատները, սա ինչ է տալիս, որովհետև մի կողմից ասում ենք չեն վերցնում, փողոցային պայքար են գեներացնում, բայց մենք գիտենք մեր երկրում փողոցային պայքարները մի քանի օրվա լավագույն դեպքում 1 ամսվա կյանք են ունենում։ Հետո ասում են փողոցային պայքար գեներացնենք, դրա վերջնական արդյունքը պետք է լինի նորից ազգային ժողովում, որտեղ մենք պետք է ունենանք մարդիկ։ Մենք պետք է ունենանք մարդիկ, որ այնտեղ կարողանան գնալ անվստահություն հայտնել եւ այլն եւ այլն։ Հետեւաբար, եթե չեն վերցնում, սա ինչ է տալիս ընդդիմությանը։ Տեսեք, հիմա վերցնել չվերցնելու կա, այսպես ասենք, էմոցիոնալ կողմ,
չվերցնելու, հա, որովհետև եթե դու վերցնում ես մանդատ, դու ինչ որ չափով համաձայն ես այս կեղծված ընտրություններին, այսինքն որոշակի երկմտանք է ստացվում, որ ընկեր դու ասում ես կեղծված է, բայց ամեն դեպքում գնում ես մանդատը վերցնում ես, սա մեկ։ Երկրորդը, տեսեք, փողոցային շարժում գեներացնելը բարդ է։ Փողոցային շարժում գեներացնելու համար պետք է լինի տրիգեր, պետք է լինի ներվ։ Ներկապան այդ ներվը կար գիշերը, հա, մինչև Փաշինյանի ելույթը։ Դրանից էլ ներվը չկա։ Սա մեկ, երկրորդը, այս ներվը ինչքան գնալու է, այդքան թուլանալու է, որովհետև ամառ է, շոկ է, հոգնել են մարդիկ, արձակողները, աշխարհի ֆուտբոլի առաջնությունը, այսինքն որոշ օբյեկտիվ ոչ օբյեկտիվ պայմաններ են ստեղծում, որ մարդիկ չեն ու բաներ չկա, այդ ներվը ինքը կորել է։ Այսինքն հիմա փողոցային շարժում գեներացնելը շատ բարդ է ստացվելու։ Ասեմ, այն ինչ որ եղել է, արդեն եղել է։ Հիմա եթե դու ես էլ եմ ասում անձնական կարծիքը, ես մանդատ չէի վերցնի, բայց այդ բան վերապահում։ Հիմա եթե դու կարողանում ես գեներացնես փողոցային շարժում իրավիճակը փոխես, մի վերցրու։ Զուտ մենակ այդ էմոցիոնալ պահն է, որ եկել ես իշխանափոխություն անելու, ասում ես ընտրությունները կեղծված են, ու բան մանդատ ես վերցնում։ Զուտ այդ պահն է, ամոթանք որոշակի հիասթափություն ռադիկալ, այսինքն տրամադրված ժողովրդի մոտ։ Դրա մինուսները որոնք են։ Ես արդեն ասեցի, էլ եմ ասում, եթե դու կարողանում ես ապահովագրես, որ այդ 550 ցուցակից տեխնացուների դու 6 հոգի կարողանում ես, չես կարողանաս այնպես ան, որ 6 հոգի չգնա Նիկոլ Փաշինյանի մոտ։ Ուրեմն վերցնեն մանդատները։ Ուրեմն բան, մի վերցրու։ Եթե դու համոզված ես, որ կարող, եթե չես բանանում, ուրեմն արդեն պետք է հասկանաս ինչ անել, որովհետև այսպես ասենք մանդատ ունենալը գործիքակազմը մի փոքր ուրիշ է։ Այնտեղ շատ ու շատ ավելի հնարավորություններ են բացվում իշխանափոխություն որոշակի անելու եւ ես շատ ուրախ եմ, որ ամենաուժեղ impeachment մասնագետներից մեկը, հա, եւ մանդատ չվերցնելու, հիմա փաստորեն մանդատը վերցնելու եւ գնալու է փորձելու այնտեղ տեղում արդեն խոսքը գնում է, հա, Էդգար Ղազարյանի մասին, եթե իրենք մանդատները վերցնեն, հաջողություն են մաղթում բոլոր մանդատ վերցնողներին, բայց էլ եմ ասում, այնտեղ այդ հնարավորություններ կան եւ ինձ թվում է Էդգար Ղազարյանը այնտեղ արդեն կարողանա իրան դրսեւորի որպես impeachment-ի մասնագետ եւ կարողանա տեղում համոզի արդեն 8-9 պատգամավորին, որպեսզի իրանք հասնեն լուսավոր կողմը։ Ծաղրել, ասում է, այդքան ժամանակ խոսում էիք մեզնից որևէ մեկը չեկավ, հիմա առավել եւս մենք չենք գալու։ Տեսեք, ասում են ձեզնից ավելի հավանական է, որ մեզ միանան, քան մենք ձեզ։ Քպեց այսպես ասեմ, լիքը մարդ 20 թվականից դուրս եկավ, միացավ, քաղաքականությունից դուրս եկավ, այսինքն այնպես չէ, որ իրենք ճակ չեն տվել, ավելի ճակ տվել են, ավելին ես ձեզ ասեմ, իրանք ցուցակը, որ հիմա նայում ես, այն ցուցակը, որը կար, հա, այնտեղ որոշակի մարդիկ են դուրս եկել, որովհետև չեն ուզում իրոք դրա տակ մտնեն, որովհետև մարդիկ ինչի տակ մտել են 21 թվականին, իրենք պատրաստ չեն հիմա 26 թվականին նույն բանի տակ մտնել եւ մենք կարող ենք տեսնել, որ ցուցակից մարդիկ են բացակայում։ Այսինքն ԿՊ-ն պետք է ծաղրի, որովհետև ելի եմ ասում, իրանք ինչ որ փորձում են դե յուրե հաղթանակ իրենց գծեն, բայց ելի եմ ասում, այս հաղթանակը վերջնական չէ եւ Պյուրոսյան է, որովհետև իրանք շատ բաներ կորցրել են եւ ելի եմ ասում, եթե դիցուկ մանդատները վերցվում են եւ մտնում են պարլամենտ եւ բոլորը անկոտրում են մնում եւ կարողանում են այնպես անել, որ ԿՊ-ն արդեն այդ 2-4 ձայնի համար որոշակի գործընթացներ չկարողանա անի, այդ թվում նաեւ համանդրական ռեֆերենդումը, որտեղ ել եմ ասում Նիկոլ Փաշինյանին, Եվրոպական միությունը, Թուրքիան, Ադրբեջանը հիմնականում սատարել են նրա համար, մենք համանդրական ռեֆերենդում, եթե ինքը դա չի կարողանում անի, իմ կարծիքը որոշակի ինչ որ այլ գործընթացներ կլինի, դրա համար ել եմ ասում խորհուրդ, հա, մեր ընդդիմադիր տրամադրված ժողովրդին չուսահատվել եւ չհաստատվել, որովհետեւ բոլոր իրավիճակներից ինչ որ ելքի ճանապարհ կա եւ հաջողված ելքի ճանապարհ կա, ուղղակի եմ ասում, այստեղ այն մարդիկ, ովքեր պատասխանատու են ընդդիմադիր process-ներ գեներացնելու, կառավարել եւ հաջողության բերելու, ամեն դեպքում որոշակի հաշվարկներ եւ որոշակի սցենարներ կանխատեսել։ Պարոն Քոչյան, շատ կարճ եթերային ժամանակը գերազանցել ենք, դուք խոսեցիք խոշոր բիզնեսմենների մասին, որոնք ավելի խոցելի են նրանց վրա ազդեցությունը եւ այս օրերին մենք տեսնում ենք մամուլն է գրում, այնտեղ Հովիկ Աղազանն է ասում,
ասում, որ հատկապես Գագիկ Ծառուկյանի վրա փորձում են ճնշում գործադրել, բանակցում են, որ նրան տանեն գործարքի։ Դուք կարծում եք այս լուրերը հավաստի են, իսկապես հենց Գագիկ Ծառուկյանն են փորձում համոզել գործարքի համար։ Գագիկ Ծառուկյանի պատմությունը ինձ հիշեցնում է 2000, չեմ հիշում կոնկրետ որ ընտրություններ, բայց այնտեղ մի կուսակցություն արդեն անցողիկ շեմը հաղթահարել էր, վերջին պայն վերահաշվարկ արեցին, իրանց հանեցին ժառանգությունը մտավ, այսինքն շատ պատմություն էր, հիմա Գագիկ Ծառուկյանին նստացրել են այդ 0.04%-ի վրա, հա, այդպեսի բան չկա աշխարհում էլ, որ սենց ինչ-որ խաղեր տան 10-20 ձայնի տարբերությամբ խաղացնում են, կմցնեք, չենք մցնում, եւս դա վառ ապացույցն է ընտրությունների կեղծված լինելու մասին, որովհետեւ այս տոկոսներով խաղացնելով կարող են մի ամբողջ ռասկլադ փոխել։ Գագիկ Ծառուկյանն ենք մերժել են հերքել են ավելի ճիշտ այդ տեղեկատվությունը, որ այսպիսի խոսակցներ գնացել են եւ այլն, բայց ելեմ ասեմ, Գագիկ Ծառուկյանի ցուցակում կան մարդիկ, որոնք էլի անցել են պայքարով եւ այն մարդիկ են, որոնք խաղեր չեն տա եւ բան կողմ չեն գնա, այսինքն Գագիկ Ծառուկյանը վերջնական, իսկ իր մոտ ավելի հեշտ է ցուցակը կառավարվում, քան ենթադրենք ուրիշ ուժերի մոտ, հա, ավելի ավտորիտար է, հա, ինքը շատ հանգիստ կարող է այդ 5 հոգուն առանձնացնի, կամ 5 կամ 4 կամ չգիտեմ 6-ին, mən չգիտեմ ինչքան են կստանալու է դոնտի բանաձևով, եւ այդ մարդիկ ունեն ստուգված, այսինքն մարդիկ որևէ ձևով Նիկոլ Փաշինյանի կողմ չեն ասնելու եւ չեն կվիարկելու։ Չէ, այստեղ հարցը այլ է, նա կգնա գործարքի, թե չի գնա։ Այսպես ասեմ, եթե նա որպես խոշոր բիզնեսմեն, ինչպես եթե նա պետք է գնա գործարքի, ինքը արդեն կգնա գործարքի։ Շատ լավ, շնորհակալ եմ ես ձեզ։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանի հետ, մենք կհանդիպենք վաղը նույն ժամին, լավ եղեք։